Ադրբեջանում տեղի ունեցող կեղծ դատավարությունները Բաքուն համեմել է կեղծ վկայություններով։ Ադրբեջանցի զինվորականներն են ցուցմունք տվել մեր հայրենակիցների դեմ։ Մասնավորապես ռազմական գործողությունների հետ առնչություն չունեցող Ռուբեն Վարդանյանին մեղադրել են իրենց վրա Հայաստանից բերված զենքով կրակելու համար։ Բոլորովին մենք պետք է չզարմանանք, եթե վաղը հայտնվի օրինակ մի հաղորդագրություն, որ Ռուբեն Վարդանյանը Բերլինում 45 թվականին հաղթանակի դրոշը այդտեղ դրել է։ Այդ աստիճան պատրաստ են իրենք կեղծել ամեն ինչ։ Ուշագրավն այստեղ յուրաքանչյուր վկայության և ցուցմունքի մեջ Հայաստանի անունը շահարկելն է։ Սա Բաքվի քաղաքական տեխնոլոգիան է, որի միջոցով Հայաստանից նոր տարածքներ է փորձում կորզել։ Ալիևը հայտարարել է, հակամարտությունը չի կարող ավարտվել առանց ամբողջական կապիտուլյացիայի։ Կապիտուլյացիան երկարատև պրոցես է եւ դրա համար պետք է ճանաչի ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պետք է Հայաստանից ինչ-որ տարածքներ գցի Ադրբեջանը իրեն որոշ քայլեր արդեն արել է այդ ուղղությամբ, այլ նաեւ պետք է պատասխանատվության ենթարկի Հայաստանին Ադրբեջանի տարածքները Ալիևի օկուպացնելու համար։ Կեղծ ցուցմունքներով ու վկայություններով Բաքուն կգնա միջազգային ատյանների դուրն ու Հայաստանից կպահանջի ռազմական փոխհատուցում։ Վիգեն Հակոբյանն ասում է, սա է հավանական սցենարը, իսկ Ադրբեջանն այն իրականացնելու համար լավ դիրքերում է։ Այս դատավարության միջոցով կարգավիճակ տալ Հայաստանին որպես ագրեսոր պետություն, որը որ այլ երկրի տարածքներն է վերցրել, այդ տարածքները ինչպես իրենք են ասում, թալանել են, որպեսզի հետագայում նաև կարողանան այդ իրավական որոշումից, վերդիկտից նաև նյութական փոխհատուցում կորզել։ Չես փոխհատուցի, ուրեմն զիջիչ, օրինակ Զանգեզուրի միջանցքը։ Բաքուն հաշվարկել է բոլոր քայլերը, դատելով ռազմաքաղաքական պատաններին, Ալիևն անելու է քայլ ձիով։ Եթե Հայաստանը հրաժարվում է, որ Արցախի հայերը պաշտպանվում էին, ունեին իրավունքներ, ապա եթե դա հանվում է, ապա իրոք դառնում են հանցագործներ, հա, Արցախի ամբողջ հայությունը, հատկապես ղեկավարությունը։ Ալիևին իր նպատակներին հասցնելու հարցում ջանք չի խնայում Հայաստանի իշխանությունը, ասում է Ալավերդյանը։ Այս անձի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կեղծ վկայությամբ ստացվում է, որ բոլոր նրանք, ովքեր 30 տարի շարունակ այցելում էին Արցախ, նրանք բոլորը պետք է կանչվեն պատասխանատվության, որովհետև հատել են այսպես կոչված Ադրբեջանի սահմանը առանց իրեն համաձայնության։ Բաքվում ոչ թե անհատներն են դատվում, այլ Հայաստանը, մասնագետներն ասում են, իշխանությունը կանաչ լույս է վառել Բաքվի համար, երբ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Այսինքն դու ագրեսոր ես, դու եկել ես գրավել ես մեր տարածքը, մեր հարստությունները տարել ես, ավիրել ես մեր տարածքները, այդ ագրեսորի հիման վրա իրենք կարող են մտնել ագրեսիայի որոշման վրա, կարծում եմ միջազգային ինչ-որ ացիաներ կմտնեն։ Անտարբեր հասարակությունից ու հակահայ իշխանությունից ազատվելու պարագայում են միայն լուծում տեսնում փորձագետները։ Մենք մեկուսացվել ենք աշխարհից, չունենք դաշնակիցներ, իսկ Ադրբեջանը ճիշտ հակառակը։ Սեդա Մակարյանն, Նոնա Գևորգյանը, ABC Media։